Շատ կարևոր է, որ այսօր հավաքվածներս գիտակցենք ինչու ենք իրենց գտնվում այս շենքի առջև։ Ատելության խոսքը ամեն օր ավելի է շատանում դեպի արցախցիները։ Այստեղ ես մի քանի օրինակ էի բերել, կարողացել ենք ամենասուր 10 օրինակներ ընդգծել եւ հաղորդում ենք տալու դրանց մասին։ Մենք այստեղ ենք, քանի որ իշխանությունները, դատախազությունը, իրավական մարմինները չեն կատարում իրենց առջև դրված աշխատանքը։ Մենք չպետք է գանք եւ պահանջենք, որպեսզի մեզ պաշտպանեն։ Օրենքով սահմանված է, երբ ատելության խոսք է տարածվում, իրավապահ մարմինները պետք է անմիջապես արձագանքեն եւ պատասխանատվության ենթարկեն։ Օրինակ, երբ որ Տիկին Շուշանը կամ Արտաշատցի Աշոտը ինչ որ մի վատ արարք է անում, մենք չենք պրոյեկտում դա ամբողջ արտաշատցիների կամ ամբովյանցիների վրա։ Իսկ այսօր եթե մի արցախցի մի վատ արարք է անում, ամբողջը պրոյեկտում են 150,000 մարդու վրա։ Մենք այստեղ ենք, որպեսզի կարողանանք միահամուռ կանգնել մեր իրավունքների պաշտպանության կողքին։ Շատ կարևոր է, որ այսօր շատ խոսենք սրա մասին եւ բարձրացնենք այն խնդիրները, որոնց առջեւ ծառացած ենք։ Օրինակ, գնում են աշխատանքի ընդունվելու, երբ որ տեսնում են Արցախից է, անմիջապես ասում են ձեզ կզանգահարենք եւ այդպես 1 տարի, 2 տարի, 3 տարի մարդիկ սպասում են, որ իրենց կանցնեն աշխատանքի։ Այսպիսի օրինակները շատ են։ Օրինակներից ամենավառը ցավալին ինձ համար այն է, որ իշխանության գլուխգործոցները, այստեղ որ նստած են կառավարության շենքում, հենց իրանք են ատելության խոսքը տարածում։ Ատելության խոսք տարածելը միայն ձեռնտու է թշնամի երկրի ադրբեջանական երկրի թշնաման հրահրելու համար։ Ես շատ երկար կցանկանայի խոսել եւ մանրամասն ներկայացնել, բայց այստեղ են իմ գործընկերները, իմ ընկերները, ովքեր որ հենց դուք եք տարանջատում ասում եք Արցախից հայաստանցի գոյություն չունի։ Այստեղ իմ ընկերներն են, ովքեր 20 թվականից սկսած կանգնած են Արցախցու կողքին։ Կարողացել են աջակցել, պաշտպանել, հոգ տանել միմյանց մասին։ Եվ ես խնդրում եմ, որ շարունակեք այդ ամեն ինչը։ Ես իմ ընկերներից մեկի Լիլիթ Բլեյանի խոսքերը, որ ամբողջ այդ ընթացքում իմ ուղեղի մեջ էր եւ պատտվում, ես ուզում եմ, որ այսօր Լիլիթի նման շատերը լինեն։ Արամի Գևորգյան, Լիլիթի, Շուշանի եւ այսպիսի մարդիկ այնքան շատ են, իսկ մենք վերցնում ենք բացասական օրինակը։ Եկեք տարածենք այն դրականը, որ մեր մեջ կա եւ շարունակենք պաշտպանել թեկուզ արցախցիներին պաշտպանելով դուք պաշտպանում եք ձեզ, որովհետև եթե այսօր իրավունքները ոտնահարվում է Արցախի նահանգի ժողովրդին, ապահովագրված չենք, որ Աբովյանի կամ Մասիսի շրջանի մեկ քաղաքացու իրավունքներ, այդպիսի իրավունքներ դուք տեսել եք, որ ոտնահարում են, Էմա Տատիկը, որը վառ օրինակ է, այնպես որ այս մարդկանց համար կապ չունի ով որտեղից է, բայց ավելի շատ փորձում են այս պահին տիրախավորել արցախցիներին։